Բարև ձեզ, այսօր մի փոքր ավելի ոգեշնչվող թեմա ենք ուզում քննարկել, կարող եմ ազգի ինքնասիրությանը կպնի, բայց սկսում ենք ավելի բարձր կետից, Թումայանի այն նախադասությունից, որ ասում էր, այդպես էլ ժողովուրդ չդարձանք, մնացինք խալղ։ Հիմա Թումայանի ծնունդն էր, մենք Թումայանին ամեն ձևով կարող ենք նայել ու ինքն է մեր ազգը ամբողջությամբ, եթե ունենք շատ հանճարներ, տաղանդներ, բայց ինքն է, որ կարողացել է ազգի հոգեբանությունը ամբողջությամբ անատոմիան բացահայտել, ամեն ինչ կարողացել է բացել, ինչքան էլ դպրոցներում ուսումնական հաստատություններում Թումանան սովորեն, բայց Թումանյանի այդ ձևակերպումը, այդ իր հանճարը, որ կարողացել է ազգի բնութագիր տա, մի քիչ ինձ թվում է քիչ քննարկված է։ Հիմա արի քննարկենք այդ խալխի գաղափարը, ինչ էր ասում Թումանյանը խալխ ասելով ու ինչ բերեց դրան, ու արդեն Թումանյանից հետո որ մնացածները փորձան անդրադառնալ ազգի որակին, ազգի տեսակին ու ինչ հասավ, այսօր ինչ ենք, մենք արդյոք էլի խալխ ենք, թե մենք ինչ որ ձևով կարողացել ենք ժողովուրդ դառնալ։ Ես կուզեի Լևոնից խնդրել, որ մի փոքր բացի Թումանյանի հետ ասած այդ խալխը ինչ նկատի ունի ու հետո կվերադառնանք բուն թեմային։ Նորից բարև ձեզ, շնորհակալություն։ Տեսեք, հիշես մենք նախկինում հենց նախորդ անգամ էլ խոսեցինք այս մասին, որ այդ ժողովուրդ, ազգ, խալխ իրարից ինչով են տարբերվում, իսկ մեկ քաղաքական ինքնության մասին է խոսքը։ Այսինքն Թումանյանը դեռևս պայմանական 150 տարի առաջ, հա, կամ 100 տարի առաջ ինքը հասկանում էր, որ մենք որպես ժողովուրդ կամ որպես խալխ իր բնութագրմամբ հեշտ տրվում ենք մանիպուլյացիաներին, շատ հաճախ որոշումներ կայացնում ենք պահի ազդեցության տակ, էմոցիաներով։ Դա գալիս է նաև երևի, որ երկարաժամկետ ինչ-որ պլանավորում չունենք կամ մենք մեզ որպես ազգ, որպես պետություն չենք պատկերացնում 50 կամ 100 տարի հետո ինչա լինելու։ Ապրում ենք այսօրվա խնդիրներով, այսօրվա հոգսերով, այսօրվա խնդիրներով, ու մեզ թվում է, որ այսօր եթե լավ է, այդ կարճաժամկետ շահը կա, ապա վաղն մի դուր կբացվի, այսպես ասած, Աստված մի դուր կբացի։ Առօրեական Ահա մենք մնում ենք այդ առօրյա կենցաղային հոգսերի տակ։ Դա մի հատ ուրիշ բան էր, որ ինքը բացում է, ինքը ասում է խոսքին, կեղծ բաներին, խոստումներին հավատացող մարդիկ, որոնք որ ինչ տալիս են, ինքը տեղում միանգամից վերցնում է, առանց խորանալու, առանց տեսնելու ով է իրական հայրենասերը, ով է պարզապես մարդուն խափում իր հարցերը լուծելու համար։ Բայց այստեղ ամենահետաքրքիր պահը, որ էլի ընդհանրապես չի քննարկվում, մենք միշտ Չարենցին ենք վերագրում տողերը, իրականում իր տողերն է, այդ ակրոստիկոսը, որ ասում է հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո միասնական հավաքական ուժի մեջ է, պատգամ գործը որ ասում է, բայց այստեղ Թումանյանն էլ է նույնին անդրադառնում, այսինքն ազգի ողնաշարը հենց այդ միասնության մեջ է, եթե այդ միասնությունը չլինի, ազգը ինքն իրանով ցակուցրիվ ով ուզի կարող է մանիպուլացնել ու օգտագործել ազգին իր ուղղությամբ։ Հատկապես հակառակորդները, թշնամիները, արտաքին ուժերը եւ նաեւ տեղի թալանչիները, միայն այդ արտաքին ուժերը չէ։ Ու ընդհանրապես եթե sense անալիզ ենք անում այս 100 տարվա կտրվածքով եւ գրականության կտրվածքով եւ մտավորականության խնդիրը ո՞րն է եղել, որ ազգին միասնական երևույթ ներկայացնելը, չքրքրելը։ Իսկ հակառակորդները ինչ են արել, որ բզկտել է ու ազգին բաժանել է տարբեր տեսակների, տարբեր ձևերի ու դրանից օգտվել է, այսինքն թշնամուն նվեր տալը։ Եթե մենք տեղափոխենք, մենակ իրանք չեն եղել, նույն ձևի Իսահակյանն իր ավանդն ա եղել, որ նշել է, որ ազգի միասնության հետ կապված, այսինքն միայն հայերին չի ընդունակ, բոլոր մտավորականությանը, բոլոր ազգերի մտավորականությանը դա է միսիան, որ ազգը մի ընդհանուր որպես ընդհանուր համախմբող կամ պետության շուրջ, այդ պետությունն էլ է, ինչ է պետությունը, ընդհանուր մի կետի վրա հավաքական մի կերպար ներկայացնելն է, այսինքն մենք կարող է տարբեր կամ պետության մեջ ապրող անհատներին, քաղաքացիներին մի առանձին կերպար, ամբողջական կերպար ներկայացնելն է, որ մարդը ինքը իրան ասոցացնի տվյալ ազգի հետ, այսինքն դա լինում է սիմվոլների հետ կապված, դա լինում է ընդհանուր պետության հետ կապված, պատմության եւ մշակութային տարբեր արժեքների, կրոնական տարբեր բաներով տվյալ երկրում ընդհանուր հետաքրքիր մի հատ բան կա, նյութ կա, թե Լատինական Ամերիկայի մասին էլի գրական նյութեր, որ
ինչպես են Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչները, իրանք ինքնուրույն իրենց պետության գիտակցությունը ձևավորել։ Փաստորեն էթնիկապես իրանք նույն ազգն են, բայց ժամանակի ընթացքում 50-70 տարվա ընթացքում Չիլին Վենեսուելայից կամ Արգենտինան բանից Ուրուգվայից, ես չեմ ասում Պորտուգալերեն եւ իսպաներեն, Բրազիլիայի հետ, Լատինական Ամերիկայի իսպանախոս երկրները ինչպես են առանձին պետություններ դարձել ու ինչպես են իրենք իրանց ասոցիացնում տվյալ ազգի հետ։ Հիմա խոսելով բանի մասին, մեր միասնության մասին, ինձ թվում է, եթե կոնկրետ ժամանակների հետ խոսենք, մեր ազգի փրկությունը, Չարենցով բան օրիգինալ, հենց միասնության մեջ է։ Ցանկացած պարագայում այսօր հիմա շատ տարածված է երիտասարդների մոտ այդ մաֆիա խաղը, մաֆիա խաղի հետ եթե բան ենք անում, զուգահեռներ ենք անցկացնում, մաֆիա խաղի մեջ որ մեկն է փորձում կարմիր խաղացողներին մոլորեցնել։ Այն մարդը, որ կասկածասերմանում ու միասնությունը շեղում, այսինքն տարբեր ձևի քվեարկեն։ Նույն ձևի հիմա քանի որ մեր մոտ ընտրություններ է, շատ եթե ուշադիր նայեք, այն ուժերը, որոնք որ փորձում են համախմբել, փորձում են միասնական դաշտով, այդ ուժերը այս պետության հիմքն են։ Իսկ այն ուժերը, ովքեր փորձում են մասնատել, պարակտել ինքնուրույն խաղեր խաղալ, դրանք ծեփ խաղացողներ են, այսպես ասենք, որոնք ծառայում են այս ուժերին, տարբեր երկրների այս ուժերին, ու շատ հետաքրքիր է, ու շատ պետք չի տենց հանճար լինել։ Սարսափելի ձևով սև ուժերը օգտագործում են հենց այդ խարխին։ Քիչ կարող է Թումայանի ձևով ասեցինք, եւ սպիտակների բաժանում ժեհ, որ ասենք, հենց այդ զոմբիներին կամ բանին, դեբիլոիդներ, ինչպես որ կձևակերպի, այդ ժեհին են օգտագործում, այն մարդը, որը որ ինքը սարքել են այդ մարդուն հացի կարոտ ու բացի այդ հացից իրան որևէ պետության ավելի ինքը ազգային ինքնասիրություն, ինքը ազգային հպարտություն իրան չի հետաքրքրում։ Իրան հենց պետքա օրվա կորմա ու ինքը դրանից ավել ուրիշ բան պետք չի, ու այդ մարդկանց են օգտագործում այդ ծևերը ու հատուկ ձևի իսկ սպիտակները, այսպես ասած, կամ կարմիրները, ինչպես ձևակերպվում է, իրանք հակառակ, իրանք փորձում են համախմբել, որովհետև ուժը, պարտադիր պետության ուժը եւ ընդդիմության ուժը, եւ նաեւ հիմա ասեմ, եթե բանանենք ընդհանուր պետականության ուժը, հենց այդ միասնության մեջ է, որ հնարավորինս քիչ պարակտվածություն լինի ու հնարավորինս մարդիկ իրար վստահեն։ Այսինքն ամենակարևոր էլեմենտը այդ վստահության էլեմենտն է, որ կասկածի ворթը չքայքայի։ Ու այդ վստահությունը պետք է ինքնազոհության գնով լինի, որ մարդը ասում է, հետաքրքիր մի հատ բան ասեմ, հասարակությունների մեջ Ամերիկայում մարդիկ, զուտ մարդիկ, իրենց ի սկզբանե երկու մարդ եթե գոյություն ունի, ինքը ի սկզբանե մեկը մեկին վստահում է։ Հետո որ դիմացինը խաբեց, արդեն ինքը կարող է վստահությունը չլինի, բայց մեր մոտ հակառակ process-ն է, մարդիկ ի սկզբանե իրար կասկածում են, հետո ժամանակի ընթացքում հիմքը ժամանակի ընթացքում կվստահեն, թե հակառակ process-ն է գնում։ Ու այն պետություններն են հաղթում, որտեղ վստահության մթնոլորտն է։ Իսկ վստահությունը այդ ինքնազոհությունն է, որ մարդը պետք է վստահի դիմացինին ու վստահի այն բանով, որ ոչ թե ինքը կգցի, կխաբի։ Հիմա չեմ ուզում քաղաքական ինչ-որ բան անեմ, երևի շատ հատուկ են մարդիկ են այս երկրում, որ ինքը ինքնազոհության, ինքը չեն մտածում, որ դիմացինը կարող է խաբի, ինքը իր ներկայացնում է իր ծրագիրը, ասում է ես համարում եմ, որ ինչքան էլ ինձ վատ լինի, ես համարում եմ, որ միասնությամբ կարանք այս հարցը պետության համար։ Ինքը կարան պիտակավորեն, կարան ասեն, որ ոնց կարողացար նախկինների, ներկաների, արի այս սրա վրա չկենտրոնանանք, այս ընտրարշավի մի փոքր հետ գնանք 21 թվին, երբ որ առաջարկվեց Տեր-Պետրոսյանի կողմից 3 նախագահներով հավաքվել եւ ընտրություններին մասնակցել, իշխանությունների Նիկոլին հեռացնել, որից հետո 3-ն է հեռանում են իրենք նախագահներն։ Որևէ պաշտոնի չեն հավակնում եւ հետաքրքիր է, որ իրենք վիժեցրեցին, Քոչարյանն ու Սերժը վիժեցրեցին այդ ծրագիրը, որովհետեւ իրենք չեն կարող պատկերացնել։ Քոչարյանն է վիժեցրել։ Քոչարյանը, հա, բայց հիմա ամեն դեպքում հիմա ելի նույն ձևի այսօր մենք ապրում ենք այն ժամանակներում, որ այսօր երկրի այն ժամանակ հələ դեռ Ղարաբաղ կար, Ղարաբաղի փրկելու շանս կար։ Հիմա Հայաստանը կա ու Հայաստանը փրկելու շանս էլ կա։ Ու ելի նույն առաջարկը սեղանին է։ Ու նույն առաջարկը սեղանին լինելով
ովքեր են որ չեն ուզում տորպեդարում են ու պիտակավորում են ու կեղտոտ բան, այսինքն ինչ այն մարդիկ ովքեր շատ վատ բան եմ ասում, շատ սարսափելի, ովքեր փախնելու տեղ ունեն։ Այն մարդիկ ովքեր փախնելու ասելով ճակերտավոր ասած, փախնելու որ իրենց իշխանության օրոք թալանել են, գողացել են ու իրենք կարան իրենց ապագան օտարի։ Իսկ այն մարդը ով որ որևէ բան չի արի, ինքը այս ապագան կապում է այս երկրի հետ։ Ինքը փորձում է այս մասով եթե թույլ կտաս, իրականում ես sense դա ուզում եի ասել, որ այդ վիժեսնողները կամ սերվերը եթե մաֆիա խաղով են գալիս, ոչ այնքան չնայած նաև արտաքին ուժերի կողմից ուղղորդվում են, այլ հենց այդ քո ասած միտքը, ովքեր ասում պլան B ունեն։ Իրանք եթե գիտեմ կազինոյի օրենքներով խոսանք, all-in չեն անում, այսինքն իրանք ողջ իրանց ապագան, իրանց երեխաների ապագան, իրանց գույքը, ֆինանսական հնարավորությունները, չգիտեմ, մնաց ամեն ինչը, իրանք չեն դնում խաղասեղանին։ Իրանք ցանկացած պարագայում ձախողման դեպքում ունեն այլընտրանք։ Առավել հավանական որ Հայաստանից դուրս, ընդ որում այդ ճիշտ է, ոնց որ ինչ ստացվում որ հակաքոչարյանական ենք հիմա խոսում ու շատեր կավասար իշխանություններին ենք պաշտպանում, բնավ ոչ, բայց այս անատոմիան պետք է ինձ թվում է բացել։ Ու եթե որպես ասած մենք որպես իշխանություններին քննադատում ենք ու հիմա եկել ենք Քոչարյանին ենք քննադատում, սա չի նշանակում որ իշխանությունները ամեն ինչ ճիշտ են անում կամ պաշտպանում ենք իրենց, ընդհակառակը։ Շատ հաճախ նշվել է որ իրանք այս նույն սիմբիոզի մասնիկներ են, չէ՞, մեկը մյուսին պահելով։ Հիմա ես դες մեծ ինչ հետաքրքիր բան եմ նկատել, որ կարող է շատերը անգամ մոռացել են 21 թվականի ընտրություններին, բայց շատ հետաքրքիր դրվագ եղավ, որին այսպես ասած իմ ուշադրությունը գրավեց։ Ընտրությունները հունիս ամսին էին 21 թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանի հարսը իր որդու գիդը Instagram-ում լուսանկար է դնում, որ ես մեկնում եմ ԱՄՆ ծննդաբերելու։ Ես չեմ ուզում այդ մարդկանց անձնական կյանքն շատ մտնենք, բայց ուղղակի մի կոնցեպտ հասկանանք։ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնները հավակնում մի մարդ, ու այդ ժամանակ բոլոր սոցհարցումներով, դաժե ինչ-որ են ընտրությունից մի քանի օր առաջ իր ռեյտինգը անգամ ավելի բարձր էր դարձել, քան իշխանությունները, իրանք հավատում էին, որ վсё, հեսա արդեն գալու էր այդ պարտված պատերազմից հետո իշխանություն վերցնեն, գալու էր մի մարդ, ում թոռը Հայաստանի քաղաքացի չէր, ում ընտանիքը հատուկ մեկնում էր ԱՄՆ, որպեսզի այնտեղ երեխան ծնվի ու դառնա ԱՄՆ քաղաքացի։ Սա հենց քո ասածի շարունակություն է, այսինքն այդ մարդիկ ոչ այնքան ոչ միայն գույքի մասին են մտածում, այլև անձնագրի մասին։ Ես քեզ մի հատ ուրիշ բան ասեմ, հիմա եթե վերցնում ենք Սամվել Կարապետյանին, ինքը հակառակ process-ն է, ինքը ունենալով դրսում իր ամեն ինչը, որում կայանալով դրսում կայանալով որևէ Հայաստանի բյուջե մեղադրեն կոռուպցիայի մեջ, բյուջեն թալանելու մեջ, չգիտեմ ես։ Ավելի երկու մարդու, այսինքն ուրիշ երրորդ օրինակը չունենք, Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան։ Երկուսն որևէ խնդիր չունեին։ Իրանք ամեն ինչ թողում են ու գալիս են հիմա տարբեր բաներ կարող ասեն։ Ռուբեն Վարդանի պարագայում ինչ որ մարդը ինքը կյանք իր կյանքը այսինքն նույն Պուտինը ինքը չէր կարող ենթադրենք ինչ որ դներ ուրիշ երկիր գնար կամ ապրեր, բայց ինքը իր կյանքը դրել է զոհասեղանին։ Էսի լրիվ ուրիշ բան է ու ինքը եթե ազգը խալքը այդ ամեն ինչը չի հասկանում, դրանից հետո մենք շատ դժվար է ինչ որ բան, այսինքն եթե մարդը արդեն դրանից ավելի արդեն բացահայտ է այդ կապանքները, այդ իր անձնական կյանքի զոհողությունը։ Ես որում բախում գտնվելով իր այդ ուղերձները, իր այդ ամեն ինչ մինչև այսօր, բայց հլնայի ովքեր են այդ մարդուն պիտակավորում։ Այն մարդիկ, որ այս պետության համար որևէ բան արած չունեն, ընդհանրապես որևէ մոտիկել չեն եկել, ու իսկ մարդը որ եթե ես վստահ եմ ինքը զոհվել է, այսօր ասելու են հաստատ բանը պրոստը գնացել էր ինքը զոհ, դաժե չէին հավատում այդ պահին իրան չէին հավատում։ Չէ՞ իրան մեղադրում, ասեն իրան ռուսները գցել են, կոպիտ ասած, ուղարկել էին այն բանը, որ մենք կապահով ենք քո անվտանգությունը, դու դուրս կգաս եւ այլն եւ այլն։ Բայց սա իրականում բարոյականության հարց է, այդ դաշտ մտնել նման բաներ վերադառ բանը շատ են բացատրում։ Մարդկանց այնքան են փչացրել, որ մարդիկ չեն կարող պատկերացնել, որ կարող է մարդը հայրենիքի համար ինքնազոհության գնա։ Մարդկանց այնքան են բարոյազրկել, որ իրանք չեն կարող ասել, որ մարդը կարող է առանց շահի ինչ որ մեկի համար ինչ որ մի բան անի։ Որ գաղափարական արդեն չեն ընդունում։ Մի բան տեսնում են տակը, մի բան ոնց կարողացավ Մոնտեն ամերիկան թողնի գա կամ ինչի նվիրվեց։ Ոնց կարողացավ
Չէ Գևարան ինչ որ իր կյանքը իրանք չեն կարող պատկերացնել, այսինքն ազգը այնքան է խալք դարձել, որ ընդհանրապես օտարվել է, այսինքն արժեք իրենց համար գոյություն ունի կողմ, փող, ինչ որ զվարճալիքներ, զվարճալի տեսարաններ, թմբուկ, պերաշկի ու վերջ, թե արժեքը իրենցից ավելի բարձր, ավելի վեհ, որ պատրաստ է։ Նույն ձևի հիմա ենթադրենք պայմանական ասենք Բաղրատ Սրբազանի բանը մարդը բարձր ինքը իր թեմի առաջնորդն ինքը գնար հանգիստ ինչն էր իրան խանգարել, ինչն է իրան պահել ու ինչ էր ուզում ինքը վարչապետ էր ուզում դառնել մարդը իր կյանքը զոհասեղանին է դրել ու մեր երկիրը եթե տենց մարդիկ ունի որոնք որ պատրաստ են իրան զոհել ցանկացած երկիր աշխարհում ինչով է ուժը երկրի այն մարդկանց մեջ ովքեր որ պատրաստ են իրենց անձը չվախենալով այդ վարկաբեկվել բանտեր իրանք զոհասեղանին են դնում իրենց կյանքը իրենց ճակատագիրը իրենց գաղափարի համար ու եւ պետության համար ու այդ միասնության համար իսկ այն մարդիկ ովքեր որ ալտերնատիվ են փնտրում այդ մարդիկ նշանակում արդեն իրանք այդ դաշտում չեն իրանք այսքան զոհասեղանին չեն դրել ուղղակի ըստ իրավիճակի կողմնորոշվում են կամ որոշակի շահերից ելնելով են անում սեփական անձնական շահերից ոչ թե պետական շահերից հանուն որի կարելի է անգամ նաև սեփական բարօրությունը դնել ռիսկի տակ ունենալ միլիարդավոր ասենք դոլարներ բայց գտնվել Բաքվի բանտում կամ Երևանի բանտում բայց հիմա ինչն է պակաս որ Տես, այդ մարդկանց ինչ թվում է, նու մենք ու բոլոր գիտակից մարդիկ հասկանում են։ Իհարկե, ասենց ասեմ, եթե մենք տեսնում ենք մի օրինակ, հա, հերոսի օրինակով, որ գնում է կյանքը զոհում է պատերազմում կամ կոնկրետ այդ մարդկանց մենք հիմա նշեցինք, ովքեր կարեն հանգիստ իրանց համար ապրեն, իրանց նորմալ բարվոք կյանք, այսպես ասած, վայելեին, բայց իրանք տեսնում են ավելի մեծ գաղափար ու գնում են դրա հետևից։ Եվ նաև մի գաղափարը մարդը տեսնում է, որ հայրենիքը կործանման եզրին է, ինքը Դե հայրենիքի սրբության գաղափարը։ Այո, այդ գաղափարը հիմա տասնյակ եւ հարյուրավոր տղաներ ապրելով Ռուսաստանում, 44 օրյա պատերազմի ընթացքում, ոչ միայն Ռուսաստանում, տարբեր դե հիմնականը եւ Ռուսաստանից եւ Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից ավելի քիչ, որովհետեւ քանակներ քիչ, բայց հիմնականը իրանք եկան գնացին պատերազմ, այսինքն մարդին ոչ թե Պուտինը իրանց չէ ասում Ռուսաստան, թե Պուտինը իրանց ասեց գնացեք 44 օրյա պատերազմում զոհվեք։ Այն դեպքում Ղարաբաղյան այդ պատերազմը իրանց անձնական բարեկեցության վրա որևէ իրանք դրսում ապրում էին ամեն մեկը կամ եթե հարուստ չէին, մեծ հարուստ չէին, այդ տղաները իրանք իրենց գործը ունեին, իրենց ընտանիք ունեին։ Ու այսօր այդ մարդկանց ներկայացնել։ Հիմա մեր խնդիրը հենց որ ասում եմ միասնությունը մենակ երկու մարդու միասնությունը գաղափար արժեքային միասնության մասին է պարտադիր որ մարդիկ իրանք հավատան որ ես էլ դու էլ Պողոսն էլ մենք բոլորս էլ մեր պետությունը մեր համար բացարձակ արժեք է այսինքն եւ նաեւ այն բանը որ մարդը կարա հավատաս մարդուն որ մարդը ինքը իրավունք ունի ոչ թե իրավունք չէ ավելի ճիշտ ինքը կարող է ընդունակություն ունի իր կյանքը իր բարեկեցությունը զոհաբերելու ինչ որ բանի համար այս է հանվել ես որ ասում եմ ամենամեծ մեղքը որ գործել է մեր բանը պետության առջև որ այդ հավատն են ոչնչացրել հավատը ոչ թե ոչ միայն Աստծո հետ կապված է բարոյական ուրիշների հետ կապված այս մասով գիտես ես ինչ տես այդ սկզբում նշեցի չէ ասում ես Թումանյանի այդ խալխը գործին շատ չեն անդրադառնում դպրոցում հա կարող է ինչ որ ազգային արժանապատվության Արցախի մենք ցույց տանք թե մեր գրողները մեր մասին ինչ վատ բաներ են ասել բայց ի վերջո հասել ենք այն կետին այն ճամփաբաժանի որ պետք է անկեղծ լինենք եթե մենք հիմա էլ շարունակենք այդ պաթոսը որ ասենք մենք ամենախելացին ենք ամենաաշխատասերն ենք ամենալավն ենք եթե այդքան ամենալավն ենք բախենք այս վիճակում եթե հանուն արդարության ասենք որ խալխը դառնալը ոչ միայն Նիկոլի մեղավորությունն այլ Նիկոլից առաջ ամենամեծ վնասը հենց Քոչարյանը տվեց հետո Սերժը իհարկե համատարած այդ Թալանի հետ կապված որ նայում ենք հա եթե մենք հիմա վերցնում ենք որ իսկականից փորձում ենք ճշմարտության մասին խոսենք ինչի համար Նիկոլ Փաշինյանը իշխանության կարացավ կար որովհետև 20 տարի հայ համաձայն եմ այդ մասով 20 տարի մարդիկ այդ սոցիալական անարդարության մեջ դաժե ասեմ ավելին ինչի համար ոչ թե եկավ այլ ինչի համար 21 թվականին ինքը կարողացավ պահել հա արի մի քիչ էլ հետ գնանք եթե 17 թվականին 18 կամ 19 թվականին որևէ մարդ ասել որ հնարավոր է հանձնել Արցախից մեկ գյուղ
ու պահել իշխանություն, դա աբսուրդի ժանրից կլիներ, չէ՞, որովհետև այդ Արցախը կարմիր գիծ էր ողջ հանրության մեջ։ Իրականում բանա լրագրողներից մեկը Քոչյանին հենց այդ 21-ից հետո ասուլիսի ժամանակ Նարեկ Կիրակոսյան, հա, ասեց այդ հարցի մեջ այդ 20 տարվա հայ իրականություններ սահմանված։ Ասեց լավ, ինչ եք դուք արել այս ժողովրդին, որ անգամ այս արհավիրքներից հետո իրենք գնում ու Նիկոլ Փաշինյանն են ընտրում։ Մի հատ շատ հետաքրքիր միտք եղավ։ Ինչի՞ այդ շրջանակների խանդը Սամվել Կարապետյանի։ Դա շատ բարձր է, որովհետև մի դեպքում մարդը ինքը իր ունեցվածքի փրկության խնդիր ունի։ Իսկ մյուս դեպքում հակառակը մարդը իր ունեցվածքի թողողամի դնում զոհասեղանին, խանդը Ռուբեն Վարդանյան, որ ինքը ամեն ինչ զոհասեղանին է դնում, ինքը գնում է դրան։ Այդ է տարբերություն։ Բայց էլի մենք հիմա խոսացինք կասկածի ու չկասկածի մասին, արի մենք իրավունք չունենք մարդուն այդ բանը, եթե Աստված չի զրկում հետ գալու։ Կարող է մարդիկ իրականում ինչ-որ մի տեղից լույս ծագի ու իրանք հասկանան, որ իրանք էլ պետք է կարողանան այդ զողողությանը գնալ։ Քո մեջ նորից ռոմանտիզմ նախացնում։ Չէ, հնարավոր է, ինքը հնարավոր է։ Ես երբեք դա չեմ բացառում, բայց առնվազն դրա համար պետք է ինչ-որ նախանշաններ տեսնել, երևի թե։ Այս վերջերս մի հատ դրվագ էի տեսել, կնքայրը երրորդ ֆիլմից, Ալ Պաչինո, երբ ինքը գնում է Վանահոր մոտ, ով հետագայում պետք է դառնար այդ Հովհաննես Պողոս առաջին Հռոմի պապը, ով այդ Հովհաննես Պողոսը Վանահայրն ասում է խոստովանիր քո մեղքերը։ Ինչ խոստովանել այդ Բայքլ Կարլեոնեի հերոսը։ Այս հետաքրքիր նախադասություն ասում է, ինչ իմաստ ունի խոստովանել, եթե ես չեմ զղջում։ Այսինքն ապաշխարելու համար երկու էլեմենտ է պետք։ Խոստովանել, որ արտաքինն է, հա, այսպես ասած, բարձրաձայնել դրա մասին։ Ընկերոջ մոտ կլինի, չգիտեմ, Վանահոր մոտ կլինի կամ ինչ-որ մեկ ուրիշ մոտ։ Եվ զղջալը քո ներքին հաշտությունը կնքել քո անձի հետ, քո դևերի հետ։ Հիմա արդյոք դու դա տեսնում ես, որևէ արտաքին դրսևորում դու տեսնում ես այդ զղջման։ Ես Ես էլ չեմ տեսնում առնվազն, կամ դա այնքան խորն է, որ կամ այնքան ժամանակ է պահանջելու, բայց ցավոք մեկ է ժամանակը չունենք։ Մենք ժամանակ չունենք, բայց նաև ես հավատում եմ, էլի կարող ասել ռոմանտիզմը խոսում եմ, հավատում եմ, որ մարդիկ, որ տեսնեն միասնությունը, որ տեսնեն միասնության օրինակը ինքնը, արդեն այն մյուսներին ինքը ուշադրություն չեն դարձնի, չեն կարող իրենց խաբել։ Որ տեսնեն, որ մարդը ինքը միասն հակառակ այդ Ռուբեն Վարդանյանի օրինակը, Սամվել Կարապետյանի օրինակը, որ իրանք տեսնեն, իրանք հնարավոր է որ տեսնեն իրենց շուրջը համախմբ տեղի ունենում, լայն համախմբում։ Ես չեմ ուզում ասել, որ այդպես տեղից ընդեղից լայն համախմբում տեղի ունենա, իրանք կմտա արդեն մյուսին չեն նայ։ Նրանք էլ կարող է գան այդ քայլը անեն։ Հնարավոր է։ Հնարավոր է արի բան չանենք, տեսնենք ու ինչ ասեմ։ Այսօր մի հատ բան էի փոքր տող էի գրել, որ ասել էի ինչ որ արվում է պետք է արվի ոչ թե ցուցակում տեղեր գրավելու կամ չգրավելու կամ ինչ որ բազարների բանակցությունների հետ կապված, չէ։ Պետք է շարքային որպես եթե իրականում ընդունում ես որ երկիրը այնքան օրասական վիճակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պարագայում Հայաստանի կորուստը։ Եթե դա էլ արդեն մանր մուներ հարցերը, մեկը հայերը նախարար կլինի, ոչ մի բան չես լնի։ Եթե փրկության հարցն է, դու կարող ընդհանրապես չլինես։ Այսինքն դու պետք է իմանաս, որ ընդ որում ասեմ, դրա հակառակը իշխանությունն են շահարկում, որ երբ այդ միասնություն տերում են, ոնց բա դուք այդ նախկինում ժամանակին իրանց անվանել էիք, չգիտեմ, Թարանչի կամ էսի, այսօր գնում անվանել էինք, այդ մարդը գիտես ինչ օրինակը բերեմ, այդ Չերչիլի հայտնի խոսքերը, որ ինքը ասում է Հիտլերի դեմ պայքարում եթե պետք է սատանայի հետ էլ գործարքի կգնամ։ Այսինքն եթե մենք ունենք գեր նպատակ երկիրը փրկելու, հիմա մի դեպք ուզեմ սա ավարտենք, դա գանք այս երկրի թեմային մտ առանձին պետության գոյությանը։ Եթե ունենք գեր նպատակ երկիրը փրկելու, ապա հանուն դրա այո որոշակի կարմիր գծեր, ընդ որում հանձնավորված կարմիր գծեր։ Ոչ թե սկզբունքային ոչ թե ինչ որ հարց ենք ունեցել, վիճել ենք, բան, դա պետք է տա մեջ դնել երկրորդ պլան, գալ ավելի մեծ գաղափար։ Օրինակ նույն Ես կամ թիրախավորում են Գյումրու սցենար, մենք այնտեղ գիտենք, որ ասենք Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը խիստ անձնական, ընտանեկան է։ Բայց մարդիկ կարողացան դա դնել մի կողմ, որովհետև հասկացան, որ դրա այլընտրանքը նախարարչերտին հասկացան, որ այդ թելը թելվում է այդ իշխանությունների կողմից։ Հիմա էլ է շարունակելու թելվի։ Այո, ու իրանք չմտան այդ օրակարգի մեջ, չմտան այդ խաղի մեջ։ Որտեւ իրանք անդադ բերում են այդ խաղի մեջ, որ դուք լավ ոնց որ այդքան բասում եք իրար սենսնից, հիմա վերջում եկաք միացաք։ Բայց այո,
հնարավոր է անձնական է եւ որոշ հարցերում երբ որ ասենք պետության լինելիության հարց կամ ազգի ապագայի հարց այդ անձնական միջանձնային հարցերը դնել Արի Կիպլինգին, մենք Կիպլինգով ավարտենք, երբ որ շակալները հարձակվում են ջունգլի վրա, որոշում են գետից օգտվելու պայմանագիր կնքեն բոլոր կենդանիների իր հետ, որովհետև ընդհանուր թշնամի կա, ընդհանուր շակալները այսինքն ընդհանուր թշնամու դեմ հնարավոր է ընդհանուր Հայաստանը փրկելու համար հնարավոր է այցյամը վագրի հետ էլ վագրը դեպի չար կենդանիներ գայլի հետ կամ արջի հետ կամ լուսանի հետ պայմանագիր կնքի։ Համաձայն, բայց մինչ ավարտելը մի հատ տես դու նշեցի, որ պետության այդ դերը պետության կարևորությունը, չէ՞։ Հանուն արդարության մենք պետք է խոստովանենք, որ մենք պետականությունը վերջի 600-700 տարվա մեջ ունեցել ենք առաջին հանրապետություն 2 տարի եւ ըստ մեր ներկայացուցիչների 35 տարի։ Սովետական միությունը ինչքան էլ երկրորդ հանրապետություն անվանեն, բայց ամեն դեպքում որպես էսին ինքնիշխանություն անկախություն չկա։ Մենք անվանեմ գենետիկորեն թե պատմականորեն այդքան սովոր չենք պետություն ունենալու։ Ես մտածում եմ զուգահեռ անցկացնեմ Վրաստանի հետ, վրաց ազգի հետ։ Իրենք անհամեմատ ավելի երկար ժամանակ են ունեցել պետություն։ Հա, էլի պետականության կորուստ եղել է, տարբեր շրջանում, բայց եթե մենք այդպես վերցնենք վերջի 1000 տարին, ապա մոտավորապես մի 2 անգամ ժամանակագրորեն մի քանի դար ավել իրաք պետություն ունեցել են։ Տարբեր իշխանությունների, տարբեր ինչ-որտես մելիքությունների տեսքով, բայց ամեն դեպքում այդ գերբ դրոշ սիմվոլիկա որոշակի ինքնուրույնություն ունեցել են։ Այստեղ մի փոքր հոգեբանություն կա, որ էլի գուցե ոնց որ ինչ-որ առումով դրական մեջ չներկայացնի, բայց իսկ թվում է պետք է խոսել։ Եթե խոսում ենք անկեղծ, խոսենք։ Այդ ամեն ինչով հանդերձ այդ վերջին մի քանի դարերի ընթացքում հայ ազգի մոտ ավելի շատ ձևավորվել է առևտրականի այդ սինդրոմը, այսպես ասենք։ Հենց այդ դե չարչին կոպիտ անջում, բայց ամեն դեպքում առևտրական հանուն արդյունքում ասում Հնդկաստանից մինչև չգիտեմ Պորտուգալիա հայ առևտրականներ են եղել։ Սա այդ մետաքսի ճանապարհ, բան ամենտեղ այդ հայկական կետեր եղել են, որովհետև հա մենք ունեցել ենք մեծ սփյուռք եւ ունեցել ենք այդ առևտրականի ջիղը։ Ի տարբերություն մեզ, օրինակ Վրաստանի մոտ այդ ազգային արժանապատվությունը շատ ավելի բարձր է։ Գուցե առևտրի մեջ, գուցե բիզնեսի մեջ իրանք այդքան հաջողակ չլինեն, եթե ընդհանուր այսպես ամբողջական դիտարկենք, քան հայերը, բայց իրանց մոտ այդ ազգային արժանապատվությունը շատ ավելի բարձր է։ Ու իմ խորին համոզմամբ վրաց ազգը ինքը պատրաստ է անգամ զրկանքների, պատրաստ է ցածր աշխատավարձերի, վատ սոցիալական տնտեսական վիճակի, զրկանքների, բայց երբեք պատրաստ չէ որ իր փասիվին կպնեն։ Այ ինձ թվում է, ու հատկապես մենք չպետք է մոռանանք, որ Թումանյանը ինքը ապրել է Թիֆլիսում ապրել, ինքը հենց այդ երկու պետությունների մեջտեղում եղել, երկու ազգերի մեջ կարողացել է համատել։ Այդ խալխ բառն էլ է, չէ՞, ինքը վրացական, այսպես ասած եղել է այսպես տարածված, այսինքն ինչքան ինքը խոսել է մեր մասին, ես ենթադրում եմ ու դրամական բազմաթիվ ինքեր, որ ինքը համեմատության մեջ է տեսել։ Ինքը տեսել է, որ փոքր ազգերի մոտ դա հնարավոր է։ Եթե դա հնարավոր չլիներ, գուցե պահանջը չջնջվեր։ Այսինքն եթե դա անիրավ գործելի լիներ մեր համար, գուցեև չբարձրաձայնվել այդ թեման ընդհանրապես օրակարգ չբերել, բայց եթե ինքը տեսել է, որ վրացիների մոտ դա եղել է, ոչ իդեալական, բազմաթիվ սխալներով, բայց ամեն դեպքում եղել է, այդ ողնաշը, այդ կորիզը եղել է։ Ու հետո ինքը պատտվել է, տեսել է, որ հայ ազգը, որտեղից ինքը սերում է, չնայած ապրում է Թբիլիսիում, դրանից զուր կա։ Այսինքն ինքը տեսել է, որ վրացիները ժողովուրդ են, ազգ են, իսկ մենք խալխ ենք։ Այդ հետաքրքիր, այսօր կարծեմ պատահականորեն հիշեցի, որ Սողոմոն Թեհլերյանի իր արած գործողության տարելիցն է, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Չգիտեմ, 21 թվականին չի եղել դա Բեռլինի 21 թվականին։ Չէ, օրն եմ ասում։ Հա, օրը։ Մարտին է։ Կարծեմ, այս մարտ ամիսն է, որ եթե չեմ սխալվում, հետաքրքիր է, այսինքն ինքը գործողություն է իրականացրել, որով որ էլի արդարացվեց, բայց ինքը ինչ արեց, ինքը իր զողողությամբ ասաց, որ ոչ թե մենք կոչ ենք անում որևէ բան ահաբեկչության կամ որևէ, չէ, մարդը ինքը իրան ցույց տվեց, որ ազգի ինքնասիրությունը, պատիվը ավելի բարձր է, քան թե իր կյանքը։ Հիմա տարոնին եթե էլի, ես շատ ենք անդրադառնում մեր տարոնը, որ ադրբեջանցիների շրջապատը կարող հանձնվեր, բայց ինքը իր համար չի արել, ինքը իմ համար է արել, քո համար, որպես ազգի պատվի համար է արել այդ ամեն ինչը։ Ու այն մարդիկ, որ եկել են ու իրենք փորձում են անել, իրենք ամեն ինչ են կորցնում, բայց իրենք մեր բոլորի համար են այդ ամեն ինչը անում։ Ու կան, այսինքն չի որ մեր ազգի արգանդը սեփորեն բեղում չի, իրականում մեր ազգը
ունի այդ պոտենցիալը ու ես հավատում եմ, որ հնարավոր է այսինքն մեր ազգի այդ խարխ վիճակից դուրս գալը։ Որտեղ մի անգամ արդեն ապացուցել է ազգը, երբ որ ազգի գլխին լինում են մարդիկ, որոնք որ հասկանում են ազգի իսկական արժեքները, որը 90-ականներին մենք իրականում նույն ազգն ենք, բայց միայն այն բանը, որ ճիշտ ձևակերպումով մենք ունեցանք հաղթանակներ։ Եթե հիմա էլ նույնը առնի, ելի կունենանք, այսինքն ինքը ազգը չի փոխվում, ու այդ խարխին կարելի է առանձնացնել, ոչ թե եթե խարխն է դառնում իշխանության գլուխ, այդ խարխը խարխի պես էլ վերաբերում է, եթե քո ազգի էլիտան է դառնում բարձր մարդիկ, որոնք ինքնազոհության պատրաստ մարդիկ, ինքը լրիվ այլ արդյունք է Ես ստացվում։ հավատում եմ ու այստեղ արդեն տես մենք ոնց որ գալիս ենք ու իստոմա ճիշտ կետին, որ պետք է այդ էլիտայի ձևավորում ու էլիտայի իշխանությունը ի վերջո լինի։ Այո։ Սա ինձ թվում է առանձին քննարկման թեմա է, առաջին հերթին նաև հենց այդ մտավորականության դերի առումով, որովհետև այդ էլիտան պետք է ձևավորվի մտավորականության։ Եթե ուշադրություն դարձնես առաջին գումարվան մեր պարլամենտը 90-ականներին, այնտեղ գերակշիռ մեծամասնությունը ազգի էլիտարն է։ Ու եթե դու տեսնեիր, որ նույն ձևի ովքեր էին իշխանության կողքը հավաքված մարդիկ, ինքը ազգի սերուցքն էր, ամբողջությամբ հիմա պետք չի ազգի սերուցքը։ Հիմա այդ մարդիկ կամ բանտերում կամ լուսանցքում կամ սովից մահացել են։ Բայց ինձ թվում է, որ հնարավոր է ինչ որ կոնսոլիդացիայի ու այդ ոգեշնչման այդ կայծի բանով այդ մարդիկ իրանք երիտասարդության մեջ էլ պետք չի թերագնահատել, որ վերջը արդեն չորացավ, ամեն ինչ վերջացավ, չէ, կան մարդիկ, այս ազգը իսկականից այդ պոտենցիալը ունի։ Ու քանի որ դու Սողոմոն Թելերանին էլ հիշեցիր, երկու կարճ նկատառում անենք, միշտ երևի շատերը գիտեն, բայց սա երևի ասենք, որ իր այսպես ասած փոխարինողը Ավետիք Իսահակյանը պետք է լիներ, քանի որ մենք գրականությունից ենք խոսում, որ եթե հանկարծ իր մոտ չստացվեր, այսպես ասած պլան B, ինքը Ավետիք Իսահակյանը ու այդ առումով իրականում դա դուք դրանայի ինչ են արել մարդիկ, ինչ գրականությունը մարդիկ պատրաստ է եղել։ Ու մի բան էլ առաջարկեմ, քանի որ մենք արդեն մոտենում ենք Ցեղասպանության տարելիցի հիշողության օրվան ու խոսեցինք նաև Թելերյանից, Դալիաթ Փաշայից, Ավետիք Իսահակյանից, ինձ թվում է մենք կարանք շատ մոտ ապագայում դիտարկենք նաև այդ ցեղասպանության թեմայի քննարկումը մեր հյուրերի ինչ որ առանձին կողմից հյուրի հետ հնարավորություն լինի ու նաև արդիական է եւ հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված շնորհակալ ենք շատ շնորհակալություն մինչ հաջորդ հանդիպում հաջողություն տեսնենք